Մեր այս աշխատանքը, Ժորժ ջան, խեմիշտ մի քանի անգամ ներկայացնում, ինչումն է բարդությունները, երբ որ հին այգի է լինում, այսինքն տարբեր ջրատարներ է լինում մեջը, օրինակ էսի մեզ հապոցույց, թե հոսանքի լարերը անցնում, սենց ինչ ասես լինում է մեջը, ջրատարերը անցնում, հələ իհարկե հասկացողները կհասկանան, տեսեք ինչ պերեձելքի քարած տեղ, որ կարողանանք տեղավորենք։ Հասնեմ գործիս, գլխավորը ստեղ պատի տակից դուրս է գալու, այսին բաքի տեղն ալնելու, այստեղից մի հատ երկու տեղանոց բան, դե տայմերը ստեղ 6 տեղանոց էլ ստեղ ունենք, մի կլապանը այս գիծն է աշխատացնելու, այսինքն այս ծառի տակերը երկու կողմով, մի գիծը այս կողմն է աշխատացնելու, այսինքն լրիվ նաև այս նյութերը հետագայում մեզ եւ այգու տերերին օգնում է, որպեսզի նայեն ու հիշեն որտեղով ինչ է անցնում։ Այստեղ մի հատ գիդրանտ ունեցանք, այս գիծը ստեղից է աշխատելու, այս մեկը նայեք, այսինքն միջև ստեղ գալիս է սրա թևի տակ աշխատելու։ Հետո գլխավորը գալիս է մեր գլխավոր գիծը, ստեղից բաժանվում, նայեք, էլի ինչքան ֆիnd ու ֆլիշկեքով, սենց ասեմ, բարձրանում, թունելով գնում հասնում ընդեղ, ստեղից գնում ամբողջ դաշտը, երկու տեղանոց էլ ստեղ ենք տեղադրել, զաշիտնիկներ ենք դրել, մի հատն էլ երկու տեղանոց, այսենց թունելից դուրս է գալու, ես էլ հոսանքի լարի համար ենք սենց բան դրել, որ մետաղական զաշիտնիկ ինչու վնասի, ստեղ եկել ենք թեք այգիա, նայեք, ինչ ձևերով ենք պերեձել անում, որ կանանք, թե մակերեսը հարթանենք, թե ցնցողները ճիշտ կանգնի, թեքությունների մեջ, նայեք, հոսանքի լարեր, սենց չգիտեմ ինչ ձև ասեմ, բայց կարացել ենք ելքը գտնել։ Ամբողջ հողային դաշտի աշխատանքն ավարտեցինք, մնաց մի փոքրիկ հատված, որ սա ծածկենք լիովին, այս մասը մի քանի ցնցող մնաց, որ հավաքենք, այսինքն այս կլապանի, այս բաժինը, այսքան տեղ այս երկու ծառերի տակը դեռ կիսատ մնաց, այս մի քանի ցնցողները մնաց սա, որ հավաքենք։ Այս ամբողջ դաշտը սաղ պատրաստ է, աստեղ նայեք, բիտոն է լինելու, զաշիտնի տրուբակա դրած, ցելոֆաներա դրած, որ բիտոնը չլցվի հոսանք, այս մեր խողովակի հոսանքի լարերի վրա, երկու տեղանոց տեղա դրած ու ամբողջ այս դաշտը համայրա, սենց ասեմ, ավարտել ենք։ Դեռ սրանց էլ պետք է հատուկ այնպեսի բան դնենք, որ սենց ինքը չլղլղկա, գրիշկա ունենա, հարմար պենոպլաստից, պենոֆլեքսից բան ենք ստեղծելու, ամրացնելու ենք, որ մայթից սենց բաց չմնա, էլի։ Ինչի է սենց, որտեվ ստեղ արանքը խոտեր էլա ջրելու։ Մի 4-5 հատ ունենք, որ հենց մայթերի մեջ է։ Սա այն այգին է, որ ասում եմ, թե մայթեր կար, թե ինչ ասես կար մեջ, էլի։ Ստե նաև առանձին ռոկման համակարգի բան էլ քաշեցինք, հատուկ էլի գիդրանտներ ենք դնելու, էսի այդ տեղերն է, էլի, հիմա ցույց տամ, որ գիդրանտներից է լինելու, որպեսի տարբերվի էլ։ Այսինքն խմելու ջրով ավտոմատ ռոկման գիդրանտները լինելու է այս տեսակով, նայեք, էսի այսինքն որ ոնց որ բացես, տեղից օգտագործես, այս գույնովը դնելու ենք ու այս տեսակը, որպեսի այգեպանն էլ տարբերի, դնելու ենք ռոկման գետի, ռոկման ջրի գիդրանտներ, ընդեղ որտեղ որ բացադեռ, էսի խանութից դեռ չենք բերել, մի 4-5 հատ դեռ պետք է տեղադրենք, էլի։ Սա էլ այս գծին առանձին վինտիլով փակած տեղ ենք լուկ ենք թողել, որպեսի հետագա այս այգու հետ միացման, իրենց այգինա միացման դեպքում համակարգը իրար հետ միացված լինի, որպեսի մեկին ասոսը վնասվի, մյուսն ասոսը օգնության գա, ուսես նման բաներ։ Այսպես հերթով, կարգով, Ժորժ ջան, սարքում տեղադրում ենք, պարզապես անկեղծ, ինչ որ զրոյից ես հավաքում, ավելի հեշտ է լինում, ինչը որ անում ես հին այգիներում ավելի դժվար է լինում, ավելի բարդություններ, ծառի արմատ, մայթեր, հոսանքի լարեր, գծեր, կանալիզացիաներ, ինչ ասես խանգարում է։
Ինչևէ Ժորժ ջան, ամեն ինչին լուծում ենք գտնում։ Ճիշտ է, բարդություն շատ ենք ունենում, ժամանակի կորուս շատ ենք ունենում, բայց սարքում, պատրաստում տալիս ենք մեզ վստահող մարդկանց։ Ես էլ այսօրվա աշխատանքներից գրեթե համակարգը ավարտեցինք, անցնելու ենք արդեն բիտոնի բաքի նասոսի ավտոմատի տեղադրմանը, որտեվ մետաղական բակ է դրած, ճիշտ է մեծ տոննաժոնի, բայց ահագին փոփոխությամբ պետք է ենթարկենք, որ կյանքի կոչենք։ Այսքանը։